Բարևներ իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, ինչպես է ձեր տրամադրությունը։ Խոհանոցում եմ իմ մի բաժակ կոֆեի հետևից եմ եկել, կոֆես խմեմ, նամ աշխատանքի, հետո տեսնենք ինչ կլինի, ոչ մի բան չեմ պլանավորել, որ հողամաս գնամ, չգիտեմ, մի խոսքով տեսնենք ինչ կլինի, եղանակից է կախված, երեկ էլի լավ եղանակ արեց, լավ հասցրեցինք, հողամասում ահագին գործեր արեցինք, տեսնենք այսօր ինչ կլինի, սիրելի հետևորդներս դուք էլ ինչ անում եք, չարչարվում եք, մշակում եք, բոլոր գործերն էլ թող ուրախությամբ լինեն, հաջողությամբ ավարտվեն, մի քանի օրից, 10 օրից կգնա բանակ, ինքը օտպուսկ էր եկել, չէր զորացրվել սիրելի հետևորդները, շատ եմ ասել, գրել, որ օտպուսկ է եկել, զորացրվել է հունիս ամսվա վերջն օր կգա տուն։ Շատ եք գրում հարցնում, ես էլ որոշեցի այսպես բարձրաձայնել սիրելի հետևորդներս։ Իհարկե, մեկ էլ իրար հետ մի հատ դուրս կգանք պատշգամբ, կտեսնենք ինչ եղանակ է սպասվում մեզ։ Վերջ։ Արդեն լույսը սկսել է շուտ բացվել, ժամը 5-ից լույսը բացվում է, ես էլ վեր արտանում եմ ու մտածում եմ, վայ, արդեն գործից ուշացել եմ ու նայում տեսնում եմ ինչ արդեն ժամը 5-ն է, չեմ ուշացել, բայց ինչպես միշտ ես առավոտյան այդ ժամերին եմ արթնանում, լուսանում է, ես պետք է արթնանամ, չեմ սիրում շատ քնել, երկար քնել, գիտեմ, որ քնեցի, վերջ գործերս չեմ հասցնի, մի խոսքով աշխարհի վերջն է, այդպես ասեմ, կհասկանաք։ Հետևորդներս նաև շնորհավորում եմ այն մարդկանց, ովքեր ծնվել են այսօր, ձեր բոլորի ծնունդը շնորհավոր, առողջ եղեք, ամենակարևորը, հաջողակ, ձեր ընտանիքի բոլոր հարազատների հետ միասին, շրջապատված լինեք սիրով, հարգանքով, մի խոսքով շնորհավոր ծննդյան օր, տարեդարձ, ովքեր ծնվել են այսօր։ Հիմա տարվա այն եղանակն է, սիրելի հետևորդներս, որ մեր բնությունը էլ ավելի է գեղեցկացել, սիրունացել, կանաչը շատ, ծառերը սաղարթախիտ եւ այնքան գեղեցիկ տեսարժան վայրեր կան մեզ մոտ Վայոց ձորում, բայց ինձ չի հաջողվում, որ ես դուրս գամ, գնամ, ձեզ ցուցադրեմ, դուք էլ ինձ հետ ուրախանաք, սիրելի հետևորդներս, չգիտեմ, ուզում եմ նման բաներ կազմակերպել, գոնե շաբաթվա մեջ մեկ վլոգ, մեկական վլոգ ունենամ։ Իրոք ես շատ եմ ուզում, որ դուք տեսնեք մեր ճգնաղ վայրերը, Վայոց ձորի գեղատեսիլ վայրերը, ուստի եւ բոլորս էլ հասկանում ենք, որ դա ֆինանսի հետ է կապված, գումարի հետ է կապված, որ ես մեքենա չունեմ, պետք է տաքսի վերցնեմ, վճարեմ, որ ինձ տանեն համապատասխան վայրերը եւ դա գումարի հետ է կապված։ Կան հետևորդներ, որ շփվում են ինձ հետ, գրում են մեսենջերով, զանգում են ու ասում են ավելի սիրուն վայրեր նկարի, այո, ես էլ եմ ուզում սիրելիներս, բայց դե գումարի հետ է կապված։ Իսկ եթե հաջողություն լինի, իմ ալիքը ունենա հովանավորի, ես մեծ հաճույքով դա կանեմ, նույնիսկ մեքենա, որ ունենայի անձնական, այդ հովանավորի կարիքն չէր լինի, խնդիրը մեքենան է, սիրելի հետևորդներս, այդ դեպքում ես կկարողանայի գնալ, ձեզ էլ ցուցադրեմ, շատ կցանկանայի, բայց դե ամեն ցանկություն երազանք չէ, որ իրականանում է, տեսնենք ոնց կլինի։
Ինձ կարող եք նաև Facebook-յան էջում գտնել, YouTube-յան մեկնաբանություններում գրում են եւ Messenger-ով գրեք սիրելի հետևորդներս, հա մի բան էլ ասեմ, մի հետևորդ ունեի, որ չգիտեմ, միշտ գրում էր Նազելի ջան, ես քեզ մեքենա կնվիրեմ եւ ես չէի պատասխանում նրա մեկնաբանություններին, իսկ հիմա փոշմանել եմ սիրելի հետևորդներ, եթե նվիրում եք մեծ հաճույքով այդ նվերը ես կընդունեմ, որովհետև մտածեցի, որ մեքենան իրոք անհրաժեշտություն է, այնպես որ իմ սիրելի հետևորդ, որ այդքան ինձ գրում էիր, ես փոշմանել եմ, նվերը կվերցնեմ, եթե դուք չեք փոշմանել, իհարկե, ցանկություն ունեք, ես մեծ հաճույքով կվերցնեմ ձեր տված նվերը, այնպես որ նորից ինձ կարող ես գրել, գտնել Facebook-յան իմ էջով, Նազելի Նազ, գրեք, ես այս անգամ կպատասխանեմ ձեր մեկնաբանությանը։ Ես այդ նվերը զուտ կընդունեմ նրա համար, որ մեր Վայոց ձորով ես շրջեմ, մանգամ ու ցուցադրեմ գեղատեսիլ վայրերը, վլոգը ավելի գեղեցիկ, հետաքրքիր դարձնելու համար։ Այնպես որ ովքեր նվիրում են մեքենա, թող ինձ գրեն, սիրելի հետևորդներս։ Ես իրոք ունեմ հետևորդներ, ովքեր ինձ աջակցում են, մի խոսքով շատ նվերներ են անում եւ ես շնորհակալություն եմ հայտնում այդ անձանց, այդ մարդկանց, ոչ այսօր ցանկացած մարդու էլ, որ ինչ որ մի բան է նվիրում, ուրախանում է եւ չկա այնպիսի մի մարդ, որ հրաժարվի նվերներից կամ նվեր ստանալուց չուրախանա։ Տեսնենք, ոյ։ Գիշերը մի լավ հեղեղ ա եկել։ Սիրելի հետևորդներ, տեսեք ինչքան թաց ու խոնավ ասֆալտը, նույնիսկ ջրափոսեր են գոյացել, անպամած ա դեռ, բայց այս կողմից երկինքը կապույտ, տեղ երևի կբացի, էլի կեսօրից հետո, մի թեթև արև արեց, այս անպամած, այս ջուրը ինչա, որ չչորանա, տենց անձրևներ են եկել, գնացել ու չորացել, ցրտել է, բայց եղանակը, ցրտել է, սառն է օդը, օդը շատ սառն է, այստեղ դեռ ես լոլիկի սածիլներ ունեմ, սիրելի հետևորդներս, սրանք էլ պետք է տանեմ, սածիլ եմ, սա այն լավ լոլիկներից է, մի քիչ էլ ես պղպեղներից կա, մի խոսքով կան, սրանք էլ կտանեմ, այսպես, ցրտեց, ցուրտ տոմոտնեմ ներս, պատրաստվեմ, հեսա շուտով կզանգեմ, որ իջնեմ գնամ, ինձ թվում է կբացի եղանակը, հեռվում երևացող սարերի գագաթները զնել է, ջուն ա եկել, դրա համար էլ սենց ցրտել է եղանակը, դե ինչ բոլորիս խաղաղ ու հանգիստ օր եմ մաղթում, թող միշտ արևը շողա մեր կյանքում, սիրելի հետևորդներս, ահա, սիրելի հետևորդներ, աշխատանքից վերադարձա և Եղեգնաձորից գնումներ եմ կատարել, մառոլ, 100 դրամ էր մառոլը, գներն էլ եմ ասում, որ իմանաք, Եղեգնաձորում իհարկե ամեն ինչը էժան է, մառոլ, լոլիկ, պամիդոր էլ ասա ինչ լոլիկ, բանան, էլ ինչ եմ առել, կաղամ, և վարունգ չկար տունը, Լիլիթը առանց վարունգ չի կարողանում մնալ, սիրելի հետևորդներ նաև հյուր ունեմ և ինձ նվեր է բերել, իմ հետևորդուին է ուղարկել, անցած վլոգս դիտելով ինձ գոգնոց են կարել ուղարկել, դաշտերի համար, ահա,
Նենց էլ հարմար է մեծ հավեսին, թեթև, ամենակարևորը, շատ լավն է։ Ես կկապեմ ու կգնամ ավելուկի, իհարկե դաշտի սեզոնը չի վերջացել, որ ասեմ վերջացավ, վայ, դաշտի սեզոնը վերջացավ, շատ շնորհակալություն այդքան ուշադիր լինելու համար, մի հատ կապեմ փորձեմ, ահա, սիրելի հետևորդներ, ես էլ գոգնոցս մի հատ տեսեք ինչ XXL չափերը, ճիշտ է դաշտի, ինչ? Ինչ ասում է, Էդի մամայի ռազմերով են գար։ Ես XXL ճիշտ ասիմ, չէ, ես չափը ճիշտ ասիմ, XXL է, ես L եմ, ես L ռազմեր եմ, եսի 2XL է, բայց դե եսի իսկականն է, հա քաղի ու քաղի, կիրակի օրն էլ կգնամ բանջարի, իսկականն է, ահա, հավեսին, թեթև, են ջինսը ծանր գոգնոցից պրծա, սիրելի հետևորդներս, և շատ լավ է, շնորհակալություն կարողին, շնորհակալություն ուղարկողին, շնորհակալություն բերողին, սազում է, չէ, նայեք հետևորդներ ջան, ինչ գոգնոց ունեմ է, նայեք աղջիկներ ջան, ինչ գոգնոց եմ նվեր ստացել, եմ ոնց են ասում, նայում եմ կոֆեն, եմ ոնց են ասում, նայեք աղջիկներ ջան, ունեմ M, S, L, XL, սա 2XL է, 2XL է, բոլոր ռազմերները մեկում, բոլոր ռազմերները այս գոգնոցի մեջ է, բոլորը մեկում է, մի խոսքով ասայք Նազո ջան, շնորհավոր, կիրակի օրը որ գնաս բանջարի լիքը բանջարներ հավաքես, տեսականի և ոնց որ աշխատանքից էլ եկել եմ ու աշխատանքից էլ եկել եմ, հենա կոֆե դրեցին 3 բաժակ, բայց դե տեսախցիկի առաջ դուրս չեն գալի, իրենք համոթ են անում։ Եղանակն էլ ենքան հավեսին լավ, տաղոք արևոտ եղանակա, չգիտեմ գնամ հողամաս, չգնամ հողամաս, տանս գործերն էլ մնաց է, ամբողջը խառնվել է իրար, սիրելի հետևորդներս, ամբողջը խառնվել է իրար։ Չեմ իմանում, որը անեմ, որը թողեմ, այսպես։ Եղավ կոֆեն, եկեք տեր կանգնեք, ես էլ գոգնոցը հանեմ, սրա հետ կոմպլեկտ չկար, կոմպլեկտ չի, մի հատ է բանդանա կարեիք, սիրելի հետևորդներ, տան գործերը մի քիչ արեցի ու դուրս եմ եկել, իջնում եմ գետ, արփա գետի ափ, ճիշտ է հողամաս տանող ճանապարհն է, բայց հողամաս չեմ գնում, գնում եմ գետ, հյուր ունեմ տանը, իջել են գետի ափ, ման են գալիս, կարելի ասել, ով գալիս է հյուր, անպայման ցանկանում է, որ իջնի գետ, արփայի ափը, մի քիչ զբոսնի, շրջի, ման գա, մի տեսակ այդ գետի աղմուկը, ձայնը, մարդկանց ներվերը հանգստացնում է, պապաս էլ հենց գալիս է վայք, ձմռանը դեռ ձմեռ էր, հա, որ եկել էին, ենքան ասեց Նազո արի իջնենք գետի ափ, Նազո արի իջնենք գետի ափ ու իջա, պապաս էլ է շատ սիրում, որ գա, իջնի, նստի գետի մոտ, խոսա, հիմա ես էլ այսօր հողամաս չեմ գնում, ճիշտ է, լավ արևոտ եղանակ է, որ գնամ, գիտեք, գործեր շատ կլինեն, բայց դե այսօր որոշեցինք մնալ տանը, սիրելի հետևորդներս, մի օր էլ ես հանգստանամ, իհարկե այնպես չի, որ ընդհանրապես գործ չեմ արել, չեմ անում, ուղղակի տենց լարված, մտահոգված գործ չանեմ, իջնենք, տեսնենք ինչ կա, մի քիչ զբոսնենք, տեսնեմ ուր են գնացել իմ հյուրերը, որտեղ են, այդպես, ես էլ մի համել չեմ կարում ճիշտն ասած մնալ տանը, չեմ կարում մնալ տանը, սիրելի հետևորդներս,
Ես էլ որոշեցի մի քիչ դուրս գամ թարմանամ, մաքուրոտ շնչեմ ու վերադառնամ տուն։ Հեսա գնամ, կսկսեմ ինչ-որ բան քաղել, ուրց քաղել, հանգիստ գիտեք չեմ մնա, կարելի է ձեզ մի քանի խոտաբույսեր ցույց տալ, ահա, սիրելի հետևորդներս, իսկական ժամանակն է, ափսոս մկրատ չունեմ, սա բռիկն է, որ մենք ինձ հարցնում եք Նաշ ջան, անքնության խոտաբույսը որն է, սա է, բռիկն է, այսպես ինքը կանաչ է հիմա, մի հետաքրքիր յուրահատուկ կանաչ գույն ունի, սպիտակավուն ու բարձրանում է սրանից ավել են կապում, հայաթի ավել են կապում։ Հիմա իսկական ժամանակն է, որ ես էլ քաղեմ չորացնեմ, շատ լավ օգնում է անքնությանը։ Ահա տեսեք ինչ փնջեր կան, եթե ճանաչում եք, կարող եք քաղել ու չորացնել, ու ինչ եմ նկատում, օծնել այնտեղ սիրելի հետևորդներս, մի հատ մեծացնեմ, տեսեք, մենակ չփախնի, այ գնաց, բա մենակ ես կարամ տենց բաներ նկատեմ, օծնել ես բռիկի քյոլի տակը, բույսի տակը, այնպես որ զգույշ եղեք, զգույշ, ասա ումն ես ասում դու զգույշ մնա Նազո, դու ես ամբողջ օրը քյոլը քյոսի մեջ մտնում, այդպես, սիրուն ժայռապատ, հավեսին տեղ, կարելի է գնալ են հողամասը տեսնել ոնց են մշակում, ինչ ձև են մշակում, այսօր տուրիստական է այսօր մոտս, օրևոտ հավեսին, եղանակ, գնամ մի հատ կամրջի մոտ, սիրելի հետևորդներս ու տեսնեմ, սիրելի հետևորդներ, եկա արփայի ափը, մի քիչ ձայնը լսեմ գետի, Սիրելի հետևորդներ, այսօր զբոսանք է, զբոսնում եմ և տեղ չեմ գնում, ման եմ գալի, խոտաբույս եմ հավաքում, գետն եմ ուսումնասիրում, ասա հասար բաղչա էլ Նազո, գնա հողամասը, հասա ճանապարհի կեսը, բեր, հետևորդներս նստել եմ գետի ափը, այսօր աշխատանքային չի ուղղակի, մի բան մոռացա, պետք է կոֆե բերեի, կոֆե խմեինք, չէ, տեսնենք այս կողմերը ինչ կա, իհարկե մի քիչ վախենալու է, խոտերը բարձր են, կանաչը շատ կարող է օծ լինի, մեկ է տեսա, ճամփին նկատեցի, այստեղ լոշտակեն բույսը կա, դրա արմատներից կարելի է գալ հանել, առողջարար է շատ, զոխերն էլ թթու են դնում, արդեն իմացաք, որ խոտաբույսի մասին է խոսքը, Սիրուն է, չէ, մեր մոտ, չէ, շատ լավ տեղեր է, չէ, հիմա վայքն է, լավ թե Երևանը, վայքը, չէ, սիրուն է իրոք, հավեսին տեղեր, հրաշալի վայրեր, մեր հյուրին բերել են գետի ափ, ծանոթացնում ենք և մեր վայքը շատ է հավանել, շատ հավանել է,
Այսօր լավ պատրաստված դաշտ չենք եկել։ Պիտի կոֆե բերեինք։ Սիրելի հետևորդներ, այն վերևը լավ ուրցի փունջ կա։ Վերևում լավ ուրցի փունջ կա։ Մի քիչ հավաքենք մեր հյուրը, որ հետը տանի։ Ես կհավաքեմ։ Դե ես մի օր սարը դաշտը որ չգնամ, սիրտս կճաքի, ասեմ, չէ անհնար է, որ ես դուրս գամ, պարապ մնամ, պիտի քաղեմ։ Այս ինչ լավ փնջի կա։ Տանենք տունը կմաքրենք։ Այս մի ստեղից քաղեցինք, հեսա մի երկու տեղ կա, բարձրանամ քաղեմ, լավերն են։ Օխ, ինչ լավ հոտը եկավ։ Հոպլա։ Անտիրա հոտը։ Հլը հոտ քաշի, նա ինչ լավն է։ Այն կողմի վրա էլ կա աշի մոտ։ Հելը տենամ ստեղ չկա։ Արդեն հասա հողամաս։ Չէ։ Այն կողմի վրա կա, այն որ ընդ է պապին հողամաս անում, այն պապի հողամասի մոտ կա։ Մոտիկ տեղեր են, էլի ստեղի ուրցերը։ Հոտը։ Մի լավ քյոլել հեսա։ Արի։ Սիրելի հետևորդներ, գետի ափով գնում ենք։ Ինչքան մոտ ենք ափին։ Ստեղ խախանդա ձենը չի լսվում գետի։ Ինչա սիրուն բաղջայա։ Չէ, կարտոշկա, լոբի, սոխ, եկանք հասանք ես հողամասի մոտ, կարտոֆիլը, լոբիը, սոխը, մի խոսքով ստե առաջ ես գալիս էի, նստում էի, խորոված բան էինք անում, տեղս գրավեցի, ինքան հավես էր, ստե մի հատ է քար կար, գալի խորոված էինք անում, ես ծառերի տակից մարաժոյ էինք հավաքում, ժայռերն էլ վերևը, հովեսին տեղա, հով գողտրիկ սիրուն անկյա։ Ուր է թանքել, տեղ չկա, գոնե հովը կանգնենք, չնայած հիմա ստեղ ենքան հովա, որ մարաժոներն էլ կան, ստեղ հիմա աճում են, բայց դե ես պապիկը կքաղի էլ իրա հողամասի մոտա, չի թողի, որ մնա։ Գետի ափը պահի ես։
Ուրց քաղելով եկանք, հասանք ստեղ, այսքան ենք հավաքել, այս կողմերի վրա փակ ա, որ հելնենք, այս մասերներ չարժի։ Հողամաստանող ճանապարհի, էլ ճանապարհը չենք բարձրանում, այսօր միայն գետի ափն ենք զբոսնում, սիրելի հետևորդներ, ու շատ հավեսին ա։ Անցած տարի այս ժայռերի վրա բարձրացա ահագին տեղ, ինչ էր, ձուկ էր, ահագին տեղ բարձրացա, այս մասերում լավ բոխի է աճում, բոխի հավաքեցի, քաղեցի, այսօր հավես չունեմ բարձրանամ։ Աշոտ է ինչ անում։ Եվ մի քիչ գնացինք այստեղ, երկար պետք չի մնալ, գնանք հավեսին, ինչ տեղին հետաքրքիր թուփա, ծառա, ծաղկել ա, խոտերը մարդաբույ են, այս տարի առատ խոտ կա, խոտի տարի ա, խոտը բարձր, խոտը շատ, սիրելի հետևորդներս, ու մենք էլ գնանք, արի, ես մի ափն էլ, ես մի կողմն էլ մանեկանք, հիմա տեսնենք ուր գնանք, մի հատ էլ են մի ափը, շրջենք, մանգանք ու գնանք տուն, մի կտոր հաց մաց ուտենք, տեսնենք ինչ ենք անում։ Մի փոքր ուրց հավաքեցինք ու այստեղ, բայց սիրտս քաշում ա, հողամասը ինձ կանչում ա, այսօր չգնացի, հողամաս։ Պապիրոզդ բա, վերցել ես, վերցել է պապիրոզը, չէ, կընկնես, ինքը կվերցի, աշը զգուշ, Բարև ձեզ։ Սիրելի հետևորդները շլոր տեսա, մի քիչ գողանամ, ինչ էլ է ստորի լով շլոր կա։ Կուտես։ Չես տիրում, վերեմ կը, շլորա, են էլ կը գողանամ արխայ, ինչ է բռնելա, բռնել կգամ, կտանեմ արաղ կքաշեմ, լեսի նայենք,
Թթույա։ Երես է։ Դուք ինձ հետևում եք YouTube-ով, թե չէ։ Սիրելի հետևորդներ, ենքան ասի շլոր եմ գողանում, մինչև կամավոր հողամասի տերերը կանչեցին, քաղցր շլոր եմ պատիվ տալի։ Իրոք որ քաղցր, մի քիչ շատ գողանամ։ Շատ քաղցր է էսի։ Չեք ուտում, մի կերեք։ Բոլա լավ։ Էսի որ մեծանա, մի վեդրո շլոր կլինի։ Նաշոտ։ Տարգայուշին հետ։ Ես կալի վրա եմ, ուտեմ գա։ Ճիշտ եմ ասում, վարդաշշտոտա։ Վայ եկա, Հենց էդի էի ուզում պատմեի դու։ Թող այդա, կտրում եմ։ Էդի էի ուզում պատմեի, որ աշը փոքր էր, մամատ ասեց, նազո, մի վեդրո հոն քաղի, ասեց հոն քաղի, տար եկամ քաղի, մի տես պուճուր վեդրո քաղեցի։ Մեկ էլ վարդանշտոտան ասում, նազո քաղեցիր, ասեմ մի փոքր վեդրո քաղիմ, էլի աշն ասում, ճիշտ եմ ասում, վարդաշշտոտա, այդ կոներ վեդրոն։ Բա, անցան էդ տարիները։ Շնորհակալություն։ Դել երև այլ հետս, ընչի։ Թել։ Սիրելի հետևորդներ, գետի ափից արփայից վերադարձանք, նորից, սպասի, նորից գնումներ ենք արել, այս պաղպաղակները Լիլիթ ջան դիր սարցախցիկը, որ չհալվի, քենդիի պաղպաղակներն ա, կարիճնևին չկա, աշոտ, կարիճնևին չկար, այդ դիր սարցախցիկ ու ինչ եմ վերել հիմնականը, յոգուրտ, մակ կոֆե, աշը պրյանիկ է սիրում, թարմը պրյանիկ քենդի և նորից 2 հատ էլ բանան ֆրեշ սարքելու համար։ Լիլիթ յոգուրտն է դիր սառնարանը յոգուրտը 2 հատ էլ հաց ու հիմա աղցան պատրաստենք, ձուկ, սունկ, մի խոսքով համով ուտելիքներ։ Արդեն Հեսա տղաս մաքրել է, սա ինչ ձուկ է, իհարկե կարմրախայտ, նոտ տեսեք իչքոն մեծ է, մեզ մոտ վայքում շատ համով ձկներ են վաճառում, սիրելի հետևորդներս և թարմը առնում ենք, սարքում ենք, լավը գնացել եմ, բռնել եմ, վերել եմ։ Թարմը վերցնում ենք ու սարքում, հիմա ես կտրեմ, ես դանակը սուրա սրանով կկտրեմ, մի հատ ջուր դնեմ, որ եռա, ձուկը պատրաստենք, տեսեք ինչ կարմրախայտ է, կարմրիկ պուտիկներով սիրուն, համով ձուկ թարմը։ Հետևորդներ ջուրը եռում է, հիմա ձուկն եմ պատրաստում, անցած անգամվա նման խաշում եմ։ Հիմա աղ եմ լցնում, ձկան ջուրը պետք է մի քիչ աղի լինի։ Մեկ գթալ աղ լցնեմ, խառնեմ, ջրի աղիությունը որոշեմ, թող եռամ և այստեղ ես
Ձուկը կտրեմ։ Ահա։ Ձուկը կտրեմ, ինչպես միշտ, էլի կաթսած փոքր է, սիրելի հետևորդներս։ Բա։ Սենց փոքր կտորներ։ Ինչը տեղից եմ, չէ՞ կտրում։ Ամբողջությամբ չեմ կտրում, մենակ այս մեջքի հատվածներն եմ բաժանում, բայց դե ոնց որ ինձ թվում է կացան փոքր այս պոչը կառանձնացնեմ հեսա։ Սողում է։ Սա էլ։ Փոքրիկ ձուկիկը։ Վերջ։ Ահա կտրեցի, մի նայեք, այս քանի որ սա կացան փոքր է, պոչից այս հատվածից ես կառանձնացնեմ, այսպես, ու այստեղ, ահա, եռած և սիրելի հետևորդներս ես ոչ դափնու տերև եմ լցնում, ոչ սև պղպեղ, հենց սովորական ջուր աղ լցրած մեջը, ես էլ ձուկիկները, սա էլ, ահա, կցեցի ու կափարիչով փակում եմ, թողեպվի, ահա, մինչև ձուկը կեպվի, կխաշվի, ձեռքերս լավ լվացի ես և այստեղ և այս կողմի վրա սիրելի հետևորդներս մի փոքր էլ աղցան պատրաստեմ, աղցանի հետ կուտենք։ Ես մառոլը կկտրատեմ արագ, վարունգ եմ լվացել, ես մառոլն եմ, նենց լավ մառոլ էր։ Իհարկե սա մառոլից մի քանի թերթիկներ եմ պոկել, քիչ-քիչ եմ աղցանը պատրաստում, մի անգամ ուտես չմնա, մնում է համը փոխում է, թարմը լինի։ Աղտակ, էլ ինչ բան, վարունգն է այսպես եմ կտրատելու։ Այս վարունգն էլ է շատ թարմը, ստելա վարունգն է, ինքը ավելի համով է, քան այն փշփշոտ վարունգը, իհարկե հողամասի փշփշոտ վարունգի հետ չէ, խանութներում վաճառվող իմ հողամասի վարունգները եկ կլինեն, հələ ծիտիկը սերմերն է նոր գողանում։ Ինչպես միշտ սիրելի հետևորդներս ես շտապում եմ, շտապում եմ հացը սարքեմ, կանաչիներ են, սող, սխտոր, համեմ, սամիտ, խառը կանաչիներ։ Սա իմ հողամասի բողկն է, վերջապես իմ հողամասի բարիքներն էլ են ուզում լինել։ Եկեք օգնեք, Լիլիթ, աղջիկներին կանչեմ աշխատացնեմ։ Ճիշտ չեմ ասում, ապսե, հանեք, շարեք, դավայցե, սոված մեռանք։
Հիմա իմ հետևորդները կասեն, մենակ Նազոն է խոսում, տունը լիքը հյուրեր, մարդիկ, մենակ Նազոյի ձայնն է գալիս, ամաչում են, թե ինչ են ամաչում, ես էլ չգիտեմ։ Աղամբով շատ համով է լինում։ Սառնարանը, մայոնեզ, տոմատ, թթուներ, սմետան, լիքը բան է, հանեք, մի ամաչեք, կամպոտ, ահա, ես էլ այսպես, այ, աղցանը սարքում եմ ու մոռացել եմ ձկան մասին, այն օրվա պատմությունը կհանեմ, սիրելի հետևորդներս, շատ կեփեմ ձուկը, ոնց որ թե էփել է։ Մեկ րոպե լեփի պատրաստ է արդեն։ Աղցանին աղ եմ ավելացնում, բռնենք չեկա։ Բուսայուղ, մի լավ սունկ չեք ուտում, հե՞։ Ահա, և խառնում եմ աղցանը, մի հատ համեղ աղցան, ոչ մայոնեզ եմ լցնում, ոչ էլ թթվասեր, այսպես շատ համով է լինում, հա, մի փոքր սև պղպեղ հեսակ ավելացնեմ, ուրա սև պղպեղը, ով ա տեսել, հետ էլ է տենց, Լիլիթին է կանչեք, Լիլիթ, հա եղավ, սոված են, այս սալատն էլ հենց սենց ամանով դիր, և վերջ, ձուկն էլ է էփվել, անջատում եմ, Օ, ինչ հավեսին է, իրա յուղը դուրս է տվել, տեսեք, ջուրը յուղոտ, հավեսին, բա իշքան համեղ է այս ձուկը, լցնեմ ու ուտենք, ահա սիրելի հետևորդներ, Օ, ինչ հավեսին էփվել է, Վայ, չուտողին, դուկիկը, ահա սիրելի հետևորդներս, այս ձուկն էլ պատրաստ է, էփվեց, տանեմ դնեմ սեղան, բացեք, տեղարեք, նեղարեք, դիր, սենց, ես էլ մեր տնավարի տնական սեղանը, սիրելի հետևորդներ, տունել տենց մի խոսքով, սեղանը դրեցինք, հաց ենք ուտում, մեզ բարի ախորժակ, սիրելի հետևորդներս, ձեզ էլ բարի դիտում,